Ով թալանեց հայ ժողովրդին։ Բացեք 2002-ի թղթապանակը։ Հայաստանը Ռուսաստանին պարտք էր մոտ $100 միլիոն։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ պարտքը չվճարվեց փողով, վճարվեց գույքով։ Հրազդանի ջեք, Մարս գործարան, 3 Երևանյան գիտահետազոտական ինստիտուտ, 5 պետական ակտիվ հայկական սեփականությունից անցավ ռուսական սեփականության գույք պարտքի դիմաց գործարքով։ Հետագայում Քոչարյանը դա ներկայացրեց որպես այդ շրջանի լավագույն որոշումներից մեկը։ Լավագույն ում համար։ Հայաստանը տվեց ենթակառուցվածք, Ռուսաստանը ստացավ վերահսկման կետեր Հայաստանի տնտեսության ներսում, և պատմությունը չավարտվեց 2002-ին։ Ավելի քան 20 տարի անց Հայաստանը դեռ Մոսկվայի հետ քննարկում էր, թե ինչպես օգտագործել նույն ձեռնարկությունների ներուժը, այդ թվում Մարսինը։ Ահա հաշվապահության հետևում թաքնված գինը։ Մոտ $100 միլիոն պարտքը փակվեց, կախվածության խողովակը մնաց բաց։ Երբ Քոչարյանը խոսում է փորձից, սա էլ է այդ փորձը։ Ռազմավարական հայկական գույք փոխանցվեց Ռուսաստանին, հետո տարիներով սպասեցինք, որ Ռուսաստանը ինչ-որ բան անի դրա հետ։ Ով թալանեց հայ ժողովրդին։ Սկսեք ստորագրություններից։